Մեր ձերով շարժում հենց իսկական ժողովրդից դուրս եկած շարժում։ Ամենակարող բանը կարա անի, որ վերացնի սրանց այս իշխանությունը։ Մնում է, որ եկեղեցիները փակեն, մզկիթներ շարեն, ու մենք այդպես տեսնենք ոնց ենք շարունակում։ Մենք առաջ քրիստոնյա ազգն ենք, չի կարելի նման փոքր խմբակին չի կարելի քամ արտոնություն տալ, որ եկեղեցուն կպչեն։ Տան ընդունելն եմ ես համարում, էլի, այդ մեր սրբոցի չի կարելի։ Չեմ ընդունում ես։ Ուղղությունը, որ այսօր իշխանությունը հարձակում է գործել հայ-առաքելական եկեղեցու վրա։ Շատ վատ։ Կարծես երիտուրքերն են հարձակվել եկեղեցու վրա, սա ես քննադատում եմ, չգիտեմ ինչ բառերով դիմեմ վարչապետին, ինչ բառերով դիմեմ ոմագին, որը աններելի է, ես չգիտեմ հայ եկեղեցու վրա, անգամ վեհապարի վրա, ինչպես կարելի է նման հարձակում ցույց տալ։ Բոլորս էլ դուրս ենք եկել, գիտենք ինչի համար, ազատության համար։ Որպեսզի իմ աջակցությունը հայտնեմ բոլոր քաղբանտարկյալներին եւ իմ եկեղեցուն, իմ ազգին։ Այս արշավը եկեղեցու դեմ ինչի համար է արվում։ Որ դառնանք թուրք, բայց մենք չենք զուգում։ Տենց գործունյա տղեկից վախենում եմ, որոնք որ ազգը ներկայացնում ազգին, որ լավ բաներ են անում, վախենում եմ։ Ինձ թվում է ցանկացած մարդու դեմ, եթե ցանկություն լինի, կարող են ինչ-որ բան գտնել, եթե ցանկանային նույնիսկ ինձ թվում է Մայր Թերեզայից ինչ-որ բան կգտնեին եւ կփակեին։ Ուղղակի պետությունը ընկել է եկեղեցականների հետևից։ Ինչ կարելի է սպասել մի իշխանությունից, որը հանձնել է Արցախը։ Չգիտեմ։ Դավաճան իշխանությունից ինչ կարելի է սպասել։ Որ մի պետությունում այդպես բան կա, այսօր եկեղեցին փակեն, այդպես բան տեսած կաք։ Հունիսի 27-ը, երբ հայկական զորքերը մտան Էջմիածին, Մայրաթոր ինձ համար ամենաամոթալի օրն է, ամենասարսափելի օրն է եւ ես կարծում եմ, որ մենք պիտի առաջիկայում գոնե փորձենք այդ խարանը մեր վրայից ջնջել, ինչ-որ կերպ ազատել մեզ բեռից, այդ սարսափելի պատմական ծանր ամոթալի բեռից։